Կարծիքներ կան, որ Արշակ Սրբազանին կալանավորելուց հետո արդեն ճանապարհը բացվել է եւ Վեհափառին հնարավոր է կալանավորեն, գործընթացներ սկսվել, նույնիսկ մամուլում տեղեկություններ կան, որ մինչեւ նոր տարի ուզում է Վեհափառից ազատվել, ինչ պետք է անի ընդդիմությունը այս առումով, արդյոք պետք է արձագանքողի դերում լինել եւ դուք ներողություն նշել էիք մեկ անգամ, որ անգամ ձեր արյունը թող թափվի, եթե պետք լինի, բայց դուք կպաշտպանեք եկեղեցին։ Հիմա ընդդիմությունը ինչ պետք է անի այս առումով եւ ինչ աջակցություն պետք է ցույց տա ծրագրերի պայմանավորվածությունները։ Եթե դուք հետևում եք իմ գործունեությանը, դուք էլ տեսնում եք, եթե դուք այդքան տենչում եք դա, չգիտեմ, բայց ես երբեք ինձ դուրս չեմ դրել այդ process-ներից, եթե դուք ուշադիր լինում եք ու եւ նաեւ ուշադիր կարծում եմ իմ բոլոր հանրային ուրեմն խոսույթը եւ իմ աջակցության բոլոր այն հորդորները կամ գետնի վրա իմ աջակցության պատրաստական եք խոսք ընդդիմության մասին։ Ես միշտ պատրաստական եմ ոչ միայն խոսքով, այլ գործով եմ ցույց տվել պաշտպանելու մեր սրբության սրբոցը Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Խնդրում եմ նաև իգիտություն ունենաք, իգիտություն բոլորին, որ ես նաև պատրաստ եմ այդ անձնազոհությանը թող անպագորգոր չհնչի եւ ես համոզված եմ, որ իմ նման շատ ու շատ մարդիկ կան, որոնք պատրաստ են թեկուզ իրենց կյանքի գնով պաշտպանել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը։ Իսկ ընդդիմությունը ինչպես պետք է աջակցի, պարոն Դանիելյան, ինչ քայլեր պետք է անի։ Խոսքը ձեր մասին չի, ես ուղղակի տեսեք, ինչ պետք է անի ընդդիմությունը պետք է այն ինչը որ ամիսներ, տարիներ շարունակ ասվել է, կոնկրետ պետք է եթե ուրեմն բանը հասնի նրան, որ սկսվի այդ արշավը եկեղեցու դեմ, արդեն չգիտեմ, էլ այդ գնան եւ փորձեն ուժով գրավել Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, մենք պետք է կարողանանք բոլոր օրինական մեթոդներով, թեկուզ կրկնում եմ նաեւ մեր այն որ ասում է կյանքի գնով, եթե պետք է մեր վրայով թող անցնեն եւ այդ առումով մենք պատրաստական ենք